Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից այսօր անցնելու ենք Էդվարդ Միլիտոնյանի «Սիրում եմ» բանաստեղծությունը։ Նայում ենք նկարին, բնության գեղեցիկ պատկեր է, տղան ծիածանի տակ կանգնած երջանիկ ժպիտով նայում է երկնքին եւ հոգով, սրտով կարծես գոռում է. «Սիրում եմ»։ Տեսեք ինչ ուրախ ժպտերես տղա է եւ ինչքան բավականություն կա նրա դեմքին։ Զգացվում է, որ երեխան երջանիկ է։ Կարդում ենք բանաստեղծությունը, հետո վերլուծում։ Սիրում եմ։ Մայրիկին սիրում եմ, հայրիկին սիրում եմ։ Սիրում եմ նրանց այ այն ամպի չափ։ Երբ որ անձրև կա, ամպը չքանա, կսիրեմ նրանց ծիածանի չափ։ Երբ ծիածանն էլ հոգնի ու գնա, կսիրեմ նրանց այն երկնքի չափ։ Ինչքան հաճելի դուրեկան բանաստեղծություն է։ Երեխան իր սերը արտահայտում է ոչ միայն ծնողների հարազատների նկատմամբ, այլև բնության նկատմամբ, ցույց է տալիս, թե ինչքան կապված են մարդը եւ բնությունը։ Մայրիկին սիրում եմ, հայրիկին սիրում եմ նրանց այ այն ամպի չափ, չէ՞ փոքրիկները երբ խոսում ենք, ասում ենք ինչքան է սիրում, ասում են ամպի չափ, դա նրանց համար ամենամեծ չափման միավորն է։ Երբ որ անձրև կա ամպը չքանա, չքանալ նշանակում է անհետանալ, վերանալ, կորչել, աներևութանալ։ Կսիրեմ նրանց ծիածանի չափ, ինչքան որ ծիածանն է անհասանելի ու մեծ, հսկայական, այդքան սիրում է իր ծնողներին երեխան։ Բայց չէ՞ որ ծիածանն էլ հավես չէ։ Երբ ծիածանն էլ հոգնի ու գնա, կսիրեմ նրանց այն երկնքի չափ։ Երկինքը հավերժ է, երկինքը ոչ միտեղ ոչ գնում է, ոչ չքանում, ոչ անհետանում։ Այդպես էլ երեխայի սերն է իր ծնողների նկատմամբ։ Կարդում ենք հարցերին պատասխանելով եւ օգնում ենք երեխաներին վերլուծել դասը։ Նկարագրել մայրիկին, պատմել, թե ինչպիսին է նա։ Սովորեցնում ենք երեխաներին, որ երբ նկարագրում ենք, ասում ենք այնինչ աչքը տեսնում է, այսինքն աչքի տեսածն ենք պատմում։ Կարելի է նաև բնութագրել մարդկանց, իսկ բնութագրելը դա մարդու առանձնահատկությունն է, նրա բնորոշ գծերը, բնավորությունը, մարդկային արժանինքները։ Երեխաները կարող են յուրաքանչյուրը իր ծնողի մասին, իր մայրիկի մասին պատմել, բնական է, որ բոլոր երեխաները ամենաջերմ ու սիրուն խոսքերով են պատմում իրենց մայրիկի մասին։ Հետո անցնում ենք երկրորդ առաջադրանքին, նկարագրիր քո հայրիկին, պատմիր, թե ինչպիսին է նա։ Նույն ձևով կարող են պատմել հայրիկի մասին։ Կարելի է նաև զուգահեռականներ տանել, կարելի է համեմատել մայրիկի բնավորության այս գիծը հայրիկի բնավորության այն գծի հետ։ Երբ երեխաները իրենց հարազատների մասին ջերմորեն խոսում են եւ պատմում են ամեն ինչ, անցնում ենք առաջադրանքներին։ Առաջադրանք առաջին՝ կաշտա եւ հիշիր։ Բառի սկզբում ո տառը կաշտացվում է վ օ։ Միայն ովքեր բառերում է, որ բառասկզբի ո-ն կաշտացվում է օ։ Սրանք բացառություն կազմող բառերն են ով եւ ովքեր բառերը։ Կարող ենք առաջարկել մի քանի բառեր ասել, որոնց բառասկզբում լսվում է ո եւ գրվում է ո։ Նաեւ գրատախտակին գրել տալ. որս, ոզնի, որսորդ։ Առաջադրանք 2-ը ասեք ընտանիքին վերաբերվող բառեր. հայրիկ, մայրիկ, տատիկ, ընտանիք, ջերմություն, ուրախություն, սեր, հարգանք, նվիրվածություն, քույրիկ, հորեղբայր, հորաքույր, քեռի եւ այլն։ Երեխաները իրենց իմացած բոլոր բառերը թվում են, որոնք վերաբերվում են ընտանիքին։ Առաջադրանք 3-ը երեխաների ամենասիրելի առաջադրանքներից է, գտնում են, թե ինչ սխալներ կան նկարում եւ ուղղում են այդ սխալները, ասում են որն է ճիշտը։ Ծկնիկները չեն կարող ջրից դուրս ապրել, պատվանակոկին նստել, զրուցել, մուկն ու կատուն ակվարիումի մեջ չեն կարող ապրել, առաստաղից կախված է ծաղկամանը հակառակ ուղղությամբ, աթոռը նույնպես պատին է կանված, մայրիկը հեռուստացույցի վրա ճաշ է պատրաստում, այս բոլորը սխալներն են եւ երեխաները կարող են այդ սխալները ուղղել եւ ասել, որ ծկները պիտի լինեն ակվարիումի մեջ, մուկն ու կատուն պիտի լինեն ակվարիումից դուրս, մայրիկը սալօջախի կամ գազօջախի վրա պիտի ճաշ պատրաստի, աթոռը պիտի լինի սեղանի մոտ, ծաղկամանն էլ պիտի դրված լինի պատուհանակ գոգին։ Առաջադրանք 4-ը տար հանելուկն են կաշտում։
Սարը կողքին սարո է, կարը կողքին կարո է, բառամիջում նա օ է, իսկ սկզբում միշտ ո է, բացի մեկից նա ով է, ով բառի մասին է խոսքը, որ ո-ն բառասկզբում ո են կաշտում, բառամիջում և բառավերջում օ, սարո, սարո, որ բառերն են ընկերներ, քնքուշ, գույնզգույն, ուժեղ, հայրիկ, մայրիկ, ծիածան, քնքուշը վերաբերվում է բնականաբար մայրիկին, քնքուշ մայրիկ, զույգ են կազմում, բառակապակցություն են կազմում, գույնզգույն, ծիածան, ուժեղ, հայրիկ։ Եվ ամենավերջում երեխաների տրամադրությունը բարձրացնելու համար կաշտում ենք խնդուկը։ Առաջին դասարանցի Կարենը ջերմություն ուներ։ Կարենին տուն տարեք, մայրիկին ասեք, թող դեղ տա։ Դեղ պետք չէ, մայրիկին որ տեսնեմ, կարողջանամ, ասում է Կարենը։ Առողջ եղեք, այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։